Շիրակի համայնքապետարաններից մեկի առաջատար մասնագետն, ով իրականացրել է նաև գլխավոր հաշվապահի պաշտոնը, հափշտակել է շուրջ 500 միլիոն դրամ։ Քննությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ աշխատակիցը տարիներ շարունակ համայնքային բյուջեի տարբեր ծախսային ծրագրերի ֆոնդերի գումարներից աշխատավարձի վճարման համար նախատեսված տարանցիկ հաշվին փոխանցել է ֆոնդերի գումարներ, ապա համայնքի ղեկավարի իրենց վստահված էլեկտրոնային ստորագրությամբ կազմել կեղծ հանձնարարականներ, որոնց միջոցով էլ ամեն ամիս գանձապետական հաշվից գումարներ է փոխանցել ինքն իրեն։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Համայնքապետարանի առաջատար մասնագետը օգտագործելով համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն փոխանցված նույնականացման քարտը եւ հաշվապահական ծրագիր մուտք գործելու գաղտնաբառը մուտք է գործել հաշվապահական ծրագիր, կազմել եւ հաստատել է բյուջեի պլանային փոփոխությունների եւ վճարման հանձնարարագրերի վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթեր։ Ֆինանսների նախարարության կողմից ստացել է գանձապետական վճարաշվարկային էլեկտրոնային համակարգում երկրորդ կարգի ստորագրության իրավունքը եւ օգտվելով այն հանգամանքից, որ համայնքի ղեկավարը չի տիրապետում բավարար համակարգչային գիտելիքների, ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնելու նպատակով նրան է փոխանցել իր մուտք գործելու գաղտնաբառը եւ էլեկտրոնային ստորագրությունը, որի արդյունքում 2019-ից 21 թվականների ընթացքում առաջատար մասնագետը մուտք է գործել իր եւ համայնքի ղեկավարի էլեկտրոնային էջերը, տարբեր ծրագրերի ծախսային ֆոնդերից գումարները տեղափոխել է աշխատավարձի վճարման տարանցիկ հաշվին։ Առաջատար մասնագետը, ում վստահված են եղել համայնքին վերաբերելի մի շարք կարևոր գործառույթներ եւ տվել համապատասխան արտոնություններ, հանձն է առել դրանք իշահ իրեն օգտագործելու։ Ամեն անգամ ինքն իրեն ճակերտավոր ասած պարգևատրելու միջոցով։ Համայնքի ղեկավարի փոխարեն հաստատել է վճարման հանձնարարականները, այդ կերպ համայնքի բյուջեի գումարները փոխանցել աշխատավարձի տարանցիկ վճարման հաշվին, որտեղից էլ իր անվամբ ասված տարբեր բանկերում ունեցած անձնական հաշվի համարներին յուրաքանչյուր ամիս մի քանի անգամ 10-ից ավելի անգամ աշխատավարձի տեսքով գումարները փոխանցել իր անձնական հաշվի համարներին։ Այդ կերպ ընդհանուր նրա կողմից խարդախությամբ հափշտակվել է 49 միլիոն ՀՀ դրամի գումար, որը նախաքննությամբ պարզվել է նաև, որ օգտագործվել է տարբեր բուքմեյքերական կայքերում իր անվամբ ասված օգտահաշիվներին խաղադրույքներ կատարելու նպատակով։ Նախաքննության ընթացքում համայնքային բյուջե է վերականգնվել 4 միլիոն 500 հազար դրամ։ Առաջատար մասնագետի արարքին իրավական քննադատական է տրվել արարքի կատարման պահին գործող քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով իրավական քննադատական է տրվել նաև համայնքի ղեկավարի արարքին 315-րդ հոդվածի առաջին մասով։ Հանցագործության պատճառված վնասի մի մասը վերականգնվել է առաջատար մասնագետի կողմից, որը կազմում է 4 միլիոն 500 հազար ՀՀ դրամ։ Վարույթն իրականացնում մարմնի կողմից նաև արգելադրում է կիրառվել մեղադրյալին պատկանող շարժական գույքի նկատմամբ։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար։